Ողջույն բոլորին, բարեկալուստ հայկական խոհանոց, թանկագիններս այսօր միասին պատրաստում ենք տավարի մսով և կարտոֆիլով շատ համեղ ճաշատեսակ։ Այս տարբերվող յուրահատուկ ապուրը մեկ անգամ ճաշակելուց հետո վստահեցնում եմ, որ բաղադրատոմսին անդրադառնալու եք շատ անգամներ, դե ինչ, սկսենք պատրաստել։ Կոտլետներ պատրաստելու համար նախապես լավ լվացած 1 կգ տավարի միսը 1 գլուխ սոխի հետ միասին անց ենք կացնում մսաղացով։ Միսաղալուց հետո ավելացնում ենք համեմունքները։ Ես օգտագործում եմ կարմիր քաղցր և սև պղպեղ, աղ, ինչպես նաև 1 ճաշի գդալ չորացրած ռեհան, դուք կարող եք ավելացնել ձեր նախընտրած համեմունքները։ 1 կգ աղացած մսի համար ես միշտ օգտագործում եմ 1 ոճլիկ թեյի գդալ աղ, դա ինձ համար աղի իդեալական չափաբաժինն է։ Այնուհետև մանր կկտրատենք մի փոքր փունջ թարմ կանաչի, ես ավելացնում եմ համեմ և ազատ քեխ։ Միսը լավ հունցելուց հետո ձևավորում ենք կոտլետներ, այս չափաբաժնով ինձ մոտ ստացվեց 16 հատ միջին չափի կոտլետ։ Թանկագիններս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին կամ հետևում եք իմ տեսանյութերին առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք 700-ից ավելի համեղ ճաշատեսակների, նրբահամ թխվածքների և բազմաթիվ աղցանների բաղադրատոմսեր։ Ապուրը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է նաև 1,5 կգ խոշոր կարտոֆիլ, 2 միջին չափի գլուխ սոխ և 1 բուլղարական պղպեղ։ Կարտոֆիլը մոտ 1 սմ հաստությամբ այսպես օղակաձև կտրատում ենք։ Բարեկամներ, երբևէ կոտլետով ապուր պատրաստել եք և արդյոք ծանոթ էր ձեզ այս բաղադրատոմսը, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Այս բաղադրատոմսը շատ լավ տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր սիրում են տապակած կոտլետներ, սակայն փորձում են սնվել առողջ։ Բարեկամներ, փորձեք պատրաստման այս տարբերակը, այն ձեզ շատ դուր կգա։ 2 գլուխ սոխը մարանցնելուց հետո ոչ շատ մանր կտրատում ենք նաև 1 հատ բուլղարական պղպեղ, ցանկության դեպքում կարող եք օգտագործել նաև կծու ծիծակ, եթե կծվի սիրահար եք։ Պատրաստում ենք սոխառատ, սոխը տապակում ենք այնքան մինչև թափանցիկ դառնա, այնուհետև ավելացնում ենք 2 ճաշի գդալ տոմատի մածուկ և 1 ճաշի գդալ չորացրած ռեհան։ Երբ չորացրած կանաչիները ավելացնում եք անմիջապես եռման յուղի կամ ձեթի մեջ, այդպես կանաչիների բույրը ավելի լավ է բացվում։ Սոխառատ ես պատրաստում եմ յուղով, կարող եք օգտագործել նաև ձեթ կամ կարագ, կամ համադրել երկուսը միասին։ Վերջում ավելացնում ենք մի փոքր կարմիր քաղցր և սև պղպեղ, մի լավ խառնում ենք և կաթսան վերցնում ենք ազօջախից։ Առաջին շերտը կարտոֆիլն է, հաջորդ շերտը կլինի տավարի մսով պատրաստված կոտլետները։ Այսպես շերտ-շերտ դնելով օգտագործում ենք բոլոր բաղադրիչները։ Այս ապուրը պատրաստվում է 30-ից 35 րոպեի ընթացքում, կախված կարտոֆիլի տեսակից։ Եթե կարտոֆիլը եփվել է, կարելի է արդեն մատուցել։ Եթե բաղադրատոմսի մեջ նշված բաղադրիչների չափը ձեր ընտանիքի անդամների համար շատ է, կարող եք բաղադրիչները կիսել։ Վերջում կավելացնենք պղպեղը և այնքան ջուր, որ բաղադրիչները հազիվ ծածկի։ Կաթսան դնում ենք ցածր կրակի վրա և 20 րոպե անց համեմում ենք աղով, եփում ենք ևս 10-ից 15 րոպե և անջատում ենք կրակը։ Չեք պատկերացնի իմ խոհանոցում ինչ ախորժաբեր բույր է տարածվել, ափսոս հնարավոր չէ փոխանցել տեսախցիկի միջոցով։ Աղն ավելացնելուց հետո կտրատում ենք խառը կանաչի ճաշը մատուցելու համար։ Կավելացնենք ռեհան, համեմ և ազատ քեխ։ Բարեկամներ, պարտադիր ավելացրեք թարմ ռեհան, այն այս ապուրը չտեսնված համեղ է դարձնում։ Այսօր էլ աղացած տավարի մսով և կարտոֆիլով պատրաստվող այսպիսի համեղ հագանիի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։